Ուրիշ Շատ լավ, երկրորդ հարցը օրերս տեսանյութ տարածվեց համացանցում, երբ որ բարեկային ծառայության աշխատողները հարձակում են քաղաքացու վրա, իհարկե ոստիկանները պատճառաբանում են, թե հայովել է, քաղաքացին հերքել էր եւ նշել էր, որ շտապում էր իր պապիկի տաղմանը, եւ զուգահեռ բռնի ուժ կիրառելու զուգահեռ բարեկները նույն ձևի կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում, այդ ամենը չնկարանող մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որը որևէ ձև արգելված չի։ Այս դեպքի հետ կապված, որտեղ աղմուկը նաև շատ էր, որևէ ծառայողական քննություն կամ որևէ քննարկում իրականացվել է ոստիկանությունը, թե ոչ։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, խոսքը վերաբերվում է պետական արարողակարգով նախատեսված Ավտոշարասյան ուղեկցման ժամանակ, երբ որ իհարկե ձայն չի լսվում այդ դեպքի մասին։ Հա, այդ դեպքի մասին իրականում այդ պետական արարողակարգը, որը ասում եք, առօրյա գիշեր Երևանում պետական արարողակարգը, որ տասնյակ փողոցներ փակվում են, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունը գնա գա, այդ է եղել պետական արարողակարգը։ Եթե չեմ սխալվում, կոնկրետ այդ դեպքում այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյա էր անցնում եւ պարոն Մանուկյան, սա նախատեսված օրենքով եւ ոնց եք պատկերացնում, երբ որ այդ ժամանակները որոշակի սահմանափակումներ չիրականացվեն ոստիկանության կողմից, մասնավորապես այդ դեպքով ես տեղյակ եմ, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում ուսումնասիրություններ են իրականացվում, բայց նաեւ գիտեմ, որ տվյալ վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքով նախատեսված, եթե չեմ սխալվում, օրինական պահանջը չկատարելու հատկանիշներով։ Արդյունքների մասին այս բանը չեմ կարող ասել, լրացուցիչ կհայտնենք։ Շատ լավ։ Ուրիշ հարցեր